հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի կողմից դա ուղղակի ինքնանպատակ չէ, որ թվարկել այս երկրները ճանաչեցին եւ այլն, եւ դրա առավելության, որ դա ինքնանպատակ չէ, հետեւյալն է, որ Հայաստանը բարձրացնում է ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտման խնդիրը, լինելով ուժեղ պետություն, ոչ թե մենք պետականազուրկ ազգ ենք եւ թղթե շերեփի սինդրոմով տարբեր խորհրդարանների միջանցքներում ավերսում ենք ինչ-որ մարդկանց, ինչ-որ պատգամավորների, որ այդ հարցը բարձրացնեն, այլ կարևոր տարբերությունը սա է, մենք դառնում ենք պետության, ուժեղ պետության, գործոն պետության, ուրեմն մակարդակով եւ անում ենք այն ժամանակ, երբ Շուշիից անցանվում է հայոց եռագույնը եւ բարձրացնում ենք այդ հարցը։ Եվ սա ոչ թե ինչ-որ ուղղակի խոսքեր էին, ուղղակի հերթապահ քայլեր էին, այլ սրանք իրական արժանապատի հաշվարկված քաղաքականություն։ Մյուս հանգամանքը, որ հայոց ցեղասպանության ճանաչումը ինչ-որ մի բանի պետք է այն մակարդակ տեղափոխվի, հա, օտարվել գնալով ասած level up պետք է լինել, եւ այս փորձը, որ Հայաստանը դառնա լոկոմոտիվ ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտմանը, հենց այդ մակարդակի բարձրացման փոփոխության քայլերից մեկը։ Բնականաբար ոչ մի թղթով, ոչ մի կոնվենցիայով ցեղասպանություններ հնարավոր չի կանխարգելել, ինչպես մենք տեսնում ենք, հիմա էլ Սիրիայում, Իրաքում եւ այլուր անդադար տեղի են ունենում ցեղասպանություններ, բայց աշխարհի մարդկության ուշադրություն դրան հրավիրելը եւ հրավիրողի կարգավիճակը կարևոր է։ Պարոն Շարմազանովը նշեց 2015-ի մասին, ես էլ ուզում եմ այդտեղ մի ձևակերպման անդրադառնալ Էրդողանի կողմից արված։ Տեսեք, նախ 2015-ը դա համահայկական հռչակագրի տարին է, դա միասնականության տարին էր, եւ այս ցեղասպանության հետ կապված հայ ժողովուրդը տասնամյակներ հետո ցույց տվեց զարմանալի միասնականություն, երբ կանգնած են իրար կողմ երկու վեհապարներ, տարբեր հարաբերությունների լիդերներ, Հայաստանի, Արցախի նախագահներ եւ այլն։ Սա միասնականության ուղերձ է, այն ինչ որ 2018-ից հետո սիստեմատիկ ոչնչացումը, իսկ հիմա նաեւ եկեղեցու հետ կապված այդ միասնականության գաղափարի ոչնչացումն է տեղի ունենում։ Եվ այդ ուղերձը նաեւ ուրեմն ոչ թե ներհայկականներ, այլև միջազգային, ու դրա հետ կապված Էրդողանի հայտարարություններից մեկն եմ ուզում ասել, որ նշում է, որ 2015 թվականի ապրիլին ես խնդրեցի Վլադիմիր Պուտինին չգնալ Երևան, չմասնակցել ապրիլի 24-յան այդ միջոցառմանը, բայց ցավոք նա ինձ չլսեց։ Սա Էրդողանի հայտարարությունն է, օֆիցիալ արված։ Եվ ամենավերջինը, եթե պետությունը թույլ է, նա փնտրում է իրեն խանգարող ինչ-որ բաներ։ Հիմա այսօրվա մեր պետության, այս ոչ թե պետության իշխանության խանգարում է մեր հիշողությունը, խանգարում է մեր պատմությունը։ Եթե դու թույլ ես, անդադ ինչ-որ խանգարող հանգամանքների հիմնավորումներ պետք է փնտրես եւ դա քողարկես պրագմատիզմով։ Իբր եթե մենք ցեղասպանության մասին չենք խոսում, դա պրագմատիզմ է, որ կառուցենք ինչ-որ հարաբերություններ սահմանը բացենք երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց իրականում դա այդպես չէ, թույլ ես, դու գործոն չես, դու քաղաքականություն եւ դիվանագիտություն բարել իսոլու չես, դրա համար քեզ հիմա խանգարում է հիշողությունը, ցեղասպանությունը, Արարատ լեռը, եկեղեցի եւ բազմաթիվ այլ ու աշխարհում կան տարբեր պետություններ, որոնք բազմաթիվ խնդիրներ են իրար հետ ունեցել։ Հիմա շատ լավ օրինակ է Հունաստանն եւ Թուրքիան։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, բայց երբևէ հնարավոր չի տեսնել, որ Հունաստանը ասի դե գիտեք հանուն պրագմատիզմի եկեք մոռանանք գույների ցեղասպանությունը